մարդ չի սպանվելու։ Եվ մենք համբերատար և լսում եմ, որ գալիս է ինչ ասում, բայց ես համաձայն չեմ, որ իրանց ասելիքը ասեն ու թողեն փախնեն, տեն չի։ Մենք ձեր ասելիքը լսում ենք, դուք էլ մեր ասելիքը պետք է լսեք։ Այս էլեկին ցույց են տալիս 4 հոգի Ղարաբաղի ակցենտով խոսում են սենց մասկեքով, թե մեր հայրենիքը, որ մեր ձեռի ծառել է, այդ մասկեքով ստահակների ես ասում եմ։ Ձեր մասկեքը, այ համբալներ, դուք մեր երեխեքին դիրքերում մենակ թողել եք փախել, տականքներ, ստահակներ, ես ձեր մասկեքը հանելու եմ ու ձեր մասկեքը մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, համբալի լակոտներ, Ռոբերտ քեզ եմ ասում, Սերժ քեզ եմ ասում, Կալուգացի քեզ եմ ասում, Գագո քեզ եմ ասում, նատ կամերայի դեմից են կոմ գնացեք։ Պատկերացնում եք դրանց լկտիության աստիճանը։ Մասկեքը հակել են, ինչ-որ ոնց որ ավտոմատներ կա ձեռներները, թե Ղարաբաղի, հա? Ղարաբաղի ակցենտով է, ով մեր հայրենիքը ձերի ծառել է մենք, արայ համբալներ, դուք Ֆերարի արագությամբ փախել եք արա, դուք ով եք արա, որ կարա խոսակ, դուք ով եք արա ստահակներ, հանեք ձեր մասկեքը, ես ձեր մասկեքով է սատկացնելու եմ հերթով, որ մեր երեխեքին, դուք մեզ կասեք, որ մենք մեր երեխեքին զոհենք տվե, դուք եք արա փախել, դիրքերում փախնողներ, մենք հատ ձեզ ծնկի ենք բերելու, պատասխանատվության ենք բերելու, մեր երեխեքին մենակ թողելու և փախնելու համար։ Եվ հիմա էլ գաք ասեք 5000 զոհ, այդ տենց էիք հաշվել, հա, տենց էիք հաշվել ենք, որ ենքան պտի փախնեք, մեկ էլ 2023 թվին ասեք, Նիկոլը սահմանները փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը չկարենա դուրս գա։ Դուք Ղարաբաղի ժողովրդին էլ եք ստրկացրած պահել, ես որ սենց ուղարկում են կան երկրի վարչապետի դեմը խոսան։ Ինչի Ղարաբաղում կարային մատ վարչության պետի տեղակալի դեմը մեկը կանգներ, երկու բառ նախադասություն անել, գլխից կգրակեին Ստեփանակերտի կենտրոնում, գլխից կկարակեին։ Դուք հիմա էլ եք ուզում եք Ղարաբաղի ժողովրդի նման Հայաստանի ժողովրդին ստրկացնեք, գլուխներդ պատին եք տվե, հատ, մասկեքներդ հանելու եմ և մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, հատ, Ռոբից սկսած, Ռոբն էլ կար այսօրվանից մասկա հակնի, Սերժն էլ, Կալուգացին էլ, Գագոն էլ, մասկա հակեք, որովհետև դուք երազելու եք Հայաստանից փախնելու հնարավորության մասին, դուք չեք փախնելու, դուք չոքելու եք Հայաստանի ժողովրդի առաջ և պատասխան եք տալու Հայաստանը իբր Ղարաբաղի անվան տակ, իբր Ղարաբաղի համար ծախելու համար, Ղարաբաղը դուք են գլխից եք ծախած եղել, ձեզ համար Ղարաբաղի ժողովուրդը պատանդա եղել, Ղարաբաղը պատանդա եղել, որ Հայաստանը այդ ծխած կույտի տակ թալանեք, և մենք այսօր այդ թալանածը հետ ենք բերել և միջև վերջ հետ ենք բերելու, Ռոբիկ, Սերժիկ և մյուսներ, ոնց 90-ականների թվին մի զույգ բոթասով եղել եք, տենց էլ ես ձեզ հասնելու եմ մի զույգ բոթասի մակարդակի, մի զույգ բոթասի մակարդակի։ Եվ էլ եմ ասում, այս մարդիկ որ գալիս են, ես իրանց հանգիստ լսում եմ, եկեք ինչ ուզում եք ասեք, բայց ասեցիք պրծակ, պտիկ կանգնեք, միջև վերջ, լսեք, ես ինչ եմ ասում, որովհետև չի լինի, և այդ բաները հիմա էլ եկել են բան են անում, թուրքով են վախեցնում, ադրբեջանցիով են վախեցնում, այդ վախնա, ժողովուրդ, ուրեմն թուրքերի և ադրբեջանցիների անունով տարածվող այդ վախնա, որ նրանց ձեռքում գործիք է մեր ժողովրդին ստրկացնելու։ Մենք ինձ այսօր եկել են ասում են, դու թուրքամետ ես, դու ադրբեջանամետ ես, ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, ընդ որում, ձեզնից ոչ մեկը իր ոչ քաղաքական կարիերայի ընթացքում չի ունեցել
լեգիտիմության են աստիճանը, դրա 10% դուք ընդհանրապես ով եք, դուք ձայն գողցող եք, դուք երկիր գողցող եք, դուք կյանք գողցող եք, մենք պայքարել ենք և պայքարում ենք, ինձ այսօր մեղադրում են թրքամետության և ադրբեջանամետության մեջ, ես Հայաստանի վարչապետ եմ, ով հասկանում է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի աջակցության պետք է օգնություն, առանց կողմնակի օգնության և աջակցության պետք է կարենանք ապրենք, հակառակ դեպքում մենք լինելու ենք ստրուկ, մենք լինելու ենք կաշկանդված, մենք չենք լինելու պետություն, այսօր նրանք տրաքում են դրանից, որ մենք ի վերջո դարձել ենք պետություն, այսօր տրաքում են նրանից, որ երբ որ Հայաստանի հարց կա, Հայաստանի հետ կապված, Հայաստանին են հարցնում, իսկ նախկինում Հայաստանի հետ կապված հարցերի մասին Հայաստանին չէին հարցնում, Հայաստանին տեղեկացնում էին, այո մենք պատերազմ ենք անցել, զոհ ենք ունեցել, այո ունեցել ենք, բայց այդ մենք այդ ամենի միջով անցնելով ձեռք ենք բերել պետություն և անկախություն, և այսօր յուրաքանչյուր ընկած զինվորի ծնող պետք է